Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Baby Box Armenia մոր և մանկան դեղատան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին արագ, հեշտ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, հավաքելով իրենց համար ծննդատան պայուսակներ։ Եվ դուք դիտում եք մոր և մանկան մասին մեր հերթական հաղորդումը։ Այսօրվա հաղորդման շրջանակներում մենք կխոսենք ևս հանգստի մասին, այսօր կխոսենք հագուստի մասին և հիգիենայի մասին և դրանով կամփոփենք մեր հետաքրքիր հաղորդումների շարքը։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topikrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն և հաստատված է մաշկաբանների կողմից։ Անցնելով առաջ եկեք հիմա խոսենք հիգիենայի մասին, հանգստի ժամանակ։ Իհարկե ես վստահ եմ ձեզանից բոլորը գիտեն, թե առհասարակ իրենց երեխաներին ինչ է անհրաժեշտ, բայց որպեսզի ոչինչ դուք չմոռանաք, մենք այդ թեմային ևս կանդրադառնանք։ Առաջինը իհարկե ես ուզում եմ խոսել նրա մասին, որ յուրաքանչյուր հյուրանոց տրամադրում է շամպուններ, բալզամներ, լոգանքի համար նախատեսված գելեր, սակայն երեխաների համար նախատեսված տարբերակներ իհարկե չեն առաջարկելու ձեզ, ուստի ձեր հետ անպայման վերցրեք երեխաների համար նախատեսված հատուկ գելը, որով դուք կարող եք և գլուխը երեխայի լվանել և մարմինը։ Եթե ձեր գելի չափսը մեծ է, ինչպես որ այստեղ մեզ մոտ, դուք կարող եք որևէ տարայի մեջ տեղափոխել ավելի քիչ քանակությամբ և վերցնել, որ ձեր ճամպրուկում ավելի քիչ տեղ զբաղացնի, բայց անպայման հաշվի առեք, որ պետք է ձեզ հետ վերցնեք։ Երեխայի համար նախատեսված խոզանակը և մանկական պաստան անպայման վերցրեք ձեզ հետ, դա ևս շատ կարևոր է։ Երեխան եթե փոքրիկ է և անգամ եթե արդեն ավելի մեծ երեխա է, իհարկե պետք է ձեզ լինելու խոնավանձեռոցիկները։ Եթե ձեր երեխայի մաշկը շատ զգայուն է, այդ դեպքում նոր բան մի վերցրեք հանգստի ընթացքում, ձեզ հետ պաշարը թող լինի ձեր այն անձեռոցիկների, որոնք երեխային արդեն սովոր են և երեխան ոչ մի խնդիր չունի դրանցից։ Եթե երեխան ալերգիկ է, պարտադիր տանում եք ձեր սովոր անձեռոցիկները։ Վերցնում ենք երեխայի համար տակդիրներ։ Եթե բալիկը փոքրիկ է, իհարկե օգտվում է տակդիրից, այդ դեպքում վերցնում եք ձեր տակդիրները, որոնք սովորաբար կիրառում եք առօրյայում, ևս այդ հարցին պետք է մոտենանք ինդիվիդուալ, եթե ձեր երեխան զգայուն է և ամեն տակդիր չի ընդունում, այդ դեպքում մի անգամից վերցրեք այն պաշարը, որը ամբողջ հանգստի ընթացքում ձեզ կբավարարի, որովհետև պետք է ձեզ նշեմ, որ ոչ բոլոր տեսակի տակդիրներն են ակտուալ կոնկրետ այդ երկրում, որտեղ որ դուք մեկնում եք հանգստի, ուստի դրան էլ պատրաստված եղեք, անպայման վերցնում եք երեխայի համար հատուկ տակդիրներ, որոնք օգտագործվում են լողավազանում։ Իրենք տարբերվում են իրենց ներսի հատվածի այս շերտով, անջրաթափանց է, որովհետև եթե դուք ձեր երեխային սովորական տակդիրով մտցնեք ջուրը, դուք կզգաք, որ մի վայրկյան հետո ամբողջ տակդիրը ուռչել է, ջուրը լցվել է տակդիրի մեջ, իսկ այս տակդիրները իրենք շատ լավ կլանում են արտադրուկը և չեն թույլ տալիս, որպեսզի ինչ-որ բան դուրս գա տակդիրի ներսից։ Հաջորդը ինչ պետք է ասեմ, հիգիենայի ժամանակ դա իհարկե սրբիչն է, դուք կարող եք կիրառել իհարկե հյուրանոցում առաջարկվող սրբիչը, բայց ես խորհուրդ եմ տալիս մանկական սրբիչը միևնույն է վերցնել ձեզ հետ, ինչի, որովհետև մանկական սրբիչները նաև ունեն հատուկ հատված, որը գլխին է հագցվում երեխայի և երեխան շատ արագ կարող է չորանալ, հիմնականում ես խորհուրդ եմ տալիս մուսլինե տարբերակներ ընտրել, սակայն ասեմ ձեզ ոչ այդքան էլ հեշտ է մուսլինե տարբերակ գլխահատվածով գտնել, բայց սովորական սրբիչներ գլխարկով շատ են, ուստի երեխայի համար անպայման վերցրեք սրբիչ գլխահատվածով։ Դա ևս մի կարևոր նշում է։ Հաջորդը հիգիենայի մասին խոսելիս ես ուզում եմ ձեզ նշել այս սավանների, մեկ անգամյա սավանների մասին։ Հանգստի մեկնելուց ավելի լավ է մի քանի հատ մեկ անգամյա սավան ունենալ ձեզ հետ։ Սա պետք է փոքրիկ երեխաների դեպքում, եթե դուք տակդիրն եք փոխում, ամեն անգամ կարող եք դնել երեխայի տակ տակդիրը փոխելու նպատակով,
Եթե երեխան արդեն մի քիչ ավելի մեծ է եւ տակդիր չի կրում, գիշերը ինչ որ անախորժություններից խուսափելու համար անպայման երեխայի սավանի տակ փռեք մեկ հատ այսպիսի մեկ անգամյա սավան, որ խուսափեք ինչ որ անախորժ դեպքերից։ Սա այսպես երեխային անընդհատ հանգստի ժամանակ, եթե դուք գնում եք ռեստորան կամ գնում եք ինչ որտեղ քայլելու, հնարավոր է անհրաժեշտ լինի երեխայի ձեռքերը մաքրել։ Եվ դրա համար գոյություն ունեն հակասեպտիկ այսպիսի միջոցներ։ Նաև ձեզ ուզում եմ նշեմ, որ երեխաներ, որոնք արդեն մի քիչ մեծ են եւ տարիքը թույլ է տալիս լողավազանից օգտվել կամ ծով մտնել, խորհուրդ եմ տալիս երեխաների ականջներին հատուկ այսպիսի բիրուշա օգտագործել։ Մենք սա սիլիկոնե տարբերակ է, մտցնում են երեխաների ականջի մեջ, որ ջուրը չներթափանցի, հետագայում երեխաների ականջները չցավան, ուստի կարող եք նման տարբերակ վերցնել։ Կան հատուկ տարբերակներ քթիկի համար, քիթը փակելու համար նախատեսված, սա չեմ կարող ձեզ ցույց տալ, բայց պատմեմ, որ նման տարբերակներ եւս գոյություն ունեն, եւ իհարկե ջրային ակնոցներ, եթե երեխան լողավազանից է օգտվում կամ ծովի ջրի մեջ է մտնում եւ սուզվում է, իհարկե ձեր հետ լինելու ընթացքում պետք է երեխաների աչքերը փակել, որովհետեւ ծովի աղի ջուրը կարող է գրգռել երեխայի աչքերը, ուստի դա էլ պահեք ձեզ մոտ քթիկի համար նախատեսված միջոց եւ աչքերի համար նախատեսված ակնոցներ։ Եթե դուք երեխայի հետ մեկնել եք հանգստի եւ գնում եք որևէ տեղ ռեստորան եւ պարզապես ման գալու եւ երեխան ցանկություն ունենա իր կարիքները հոգալու, անպայման վերցրեք ձեզ հետ այսպիսի մեկ անգամյա կիրառման համար նախատեսված սալֆետկաներ, որոնք դրվում են անմիջապես զուգարանակոնքի վրա, կոչվում են զուգարանակոնքի ծածկույթ։ Հիմա անդրադառնանք երեխայի հագուստին։ Իհարկե, դուք պետք է ընտրեք ինչ եք վերցնում ձեր երեխայի հագուստից, կախված նրանից, թե ինչով է երեխան իրեն ավելի հարմարավետ զգում, սակայն պետք է նշեմ, որ առավելությունը պետք է տաք այն հագուստին, որը ավելի բարակ է, բամբակյա է եւ երեխային չի քրտնացնում օրվա ընթացքում։ Իհարկե, երեկոյան ժամերին եւս դուք հագցնելու եք երեխային ոչ շատ տաք, որովհետեւ տաք երկրներում բավականին շոկ է լինում, սակայն երեկոյան ժամերին ես խորհուրդ եմ տալիս երեխային ավելի երկարաթև հագցնել, ոտիկները նույնպես փակ լինեն, որպեսզի մենք խուսափենք տարբեր միջատներից, այսինքն օրինակ մոծակների, խայթոցներից։ Ցերեկվա ժամերի համար առավելությունը տվեք բաց գույներին, որպեսզի երեխայի հագուստը լինի սպիտակ, բեժ, ավելի բաց տոների մեջ։ Եթե դուք ընտրում եք վերնաշապիկներ, ավելի շատ ընտրեք այն տարբերակները, որոնց ուսերը փակ են։ Այրվածքներից եւ արևի ճառագայթներից եւս պահպանվելու համար։ Եթե դուք վերցնում եք երեխայի համար որևէ լողազգեստ, հնարավոր է նաև գնել այն լողազգեստը, որը ունի SPF protection, այսինքն վրան գրված է լինում SPF 50, նշանակում է, որ ոչ միայն ձեր կրեմով է երեխան պաշտպանվելու, հագուստ ընտրելիս լողավազանի համար չենք մոռանում իհարկե գլխարկի մասին, փոքրիկ երեխաների համար մինչև 2 տարեկան գոյություն ունեն նաև գլխարկներ, որոնց հետևի մասը, այս վզիկի մասը եւս փակվում է, այսինքն այս գլխարկները լայն եզր են, դիմային հատվածը փակվում է եւ աչքերը եւս արևից պաշտպանվում են։ Ես խորհուրդ չեմ տալիս արև պաշտպան որևէ ակնոց գնել երեխայի համար, ավելի լավ է գլխարկը ճիշտ ընտրեք, որպեսզի պաշտպանվեն աչքերը երեխայի եւ ընտրեք այն տարբերակը, եթե կա իհարկե հնարավորությունը, որպեսզի վիզիկը նույնպես փակ լինի։ Նմանատիպ տարբերակներ հիմա հաստատ կան եւ կարող եք դուք դա գնել։ Երեխայի համար անպայման վերցրեք կոշիկներ։ Կոշիկներ 3 տարբերակով։ Կարող են լինել որևէ կեդեր, որոնցով անմիջապես երեխան կթռնի, եթե երեխան մի քիչ ավելի մեծ տարիքում է եւ քայլում է, որպեսզի ոտիկները փակ լինեն, տաք լինի, հա, թռիչքի ժամանակ երեխան չմրսի, չնայած որ կարող է լինել ամառը, շատ տաք կլիմա լինի, բայց միևնույն է թռիչքի ժամանակ երեխայի ոտքերի չսառեցնելու համար անպայման բոթասով երեխային տեղափոխեք կամ ինչ-որ կեդերով։ Մեկ հատ կոշիկ կարող է լինել բաց, կտորային,
որը դուք ունեք, որը դուք ցանկանում եք եւ անպայման մեկ հատ վերցրեք Crocs կամ հատուկ կոշիկներ ծովափի համար։ Իրենք ինչով են տարբերվում, իրենք փակ են եւ տակի հատվածը մի քիչ ավելի հաստ է։ Երեխան եթե մտնում է ծով, ոտիկները չի վնասի իր քարերից, եթե օրինակ ռիֆեր կան այդ հատվածում կամ քարերը շատ են, այդ դեպքում անպայման վերցրեք նմանատիպ կոշիկ եւ եթե երեխան լողավազանից է օգտվում, այդ դեպքում լողավազանի կողքը քայլելիս ոտքը չի սահի եւ երեխան չի ընկնի։ Ուստի ոտաբոբիկ երեխային խորհուրդ չեմ տալիս թողնել անմիջապես լողավազանի մոտ, որպեսզի նա չընկնի, իսկ ծովափում իհարկե լավ է ոտաբոբիկ քայլելը անմիջապես ավազի վրա, դա շատ առողջարար է, ուղղակի պետք է ուշադիր լինեք, որ ոչ մի բան երեխային չվնասի, իսկ ջուրը մտնելուց առաջ երեխային հագցրեք նմանատիպ կոշիկներ։ Մնացած հագուստը արդեն ըստ ձեր ընտրության է, ինչ որ ցանկություն ունեք կարող եք վերցնել ձեզ հետ, պարզապես հաշվի առեք, անգամ ամենատակ երկրներում երեկոյան ժամերին կարող է լինել քամի, ուստի որևէ ժակետ կամ բաճկոն վերցրեք երեխայի համար, որպեսզի ավելի հանգիստ լինեք երեխայի չմրսելու հետ կապված։ Եվ մի քանի իրի մասին եւս խոսանք երեխայի հետ հանգստի մեկնելու ժամանակ, անպայման վերցնում ենք երեխայի խաղալիքները, որոնցով նա կխաղա ծովափում, դա հիմնականում կարող եք գնել անմիջապես այն երկրում, որտեղ որ դուք լինելու եք հանգստի ընթացքում, բավականին շատ տարբերակներ կան, բայց անպայման ձեռքի տակ թող լինեն այդ խաղալիքները, որպեսզի դուք էլ ավելի հանգիստ ժամանակ անցկացնեք։ Եթե դուք գնում եք հանգստի, բայց հյուրանոցային պայմաններում չեք հանգստանում, այդ դեպքում անպայման ձեզ հետ վերցրեք հատուկ միջոց, որը կպաշտպանի երեխային արևից։ Դա կարող է լինել որևէ մեծ զոնտիկ, կամ եթե երեխան շատ փոքրիկ է եւ մանկասայլակում է քնում, գոյություն ունեն նաեւ մանկասայլակի համար հատուկ պաշտպանիչ վերին հատվածներ, եւս SPF գործոնով գոյություն ունեն նման տարբերակներ, դա էլ անպայման վերցրեք, եթե փոքրիկ է երեխան եւ հիմնական մասը իրաց զբաղացնում մանկասայլակի մեջ, դա եւս հաշվի առեք։ Չենք մոռանում իհարկե ճանապարհի մեր փափուկ բարձի մասին, անգամ եթե երեխան չի կիրառում, այլ ձեր ձեռքում է, իհարկե երեխաները մինչև 2 տարեկանը միշտ ծնողի գրկում են լինում, այդ փոքրիկ բարձը ձեզ համար է անհրաժեշտ լինելու, որ հարմար դիրք ընդունեք եւ երեխայի հետ կարողանաք այդ մի քանի ժամ անցկացնել թռիչքի ընթացքում, վերցրեք որևէ փոքրիկ ծածկոց, որը ձեզ հիմնականում անհրաժեշտ կլինի եւ թռիչքի ընթացքում երեխային ծածկելու համար եւ երեկոյան ժամերին, եթե դուք երեխայի հետ գնում եք զբոսնելու եւ ինքը քնում է մանկասայլակում, որպեսզի կարողանաք ձեր երեխային ծածկեք եւ չմտածեք, որտեղից փնտրեք հյուրանոցում այդ ծածկոցը, որպեսզի ձեզ մոտ անպայման լինի երեկոյան ժամերի համար փոքրիկ ծածկոց երեխային։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topicrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն եւ հաստատված է մաշկաբանների կողմից։ Եթե հանգստի ժամանակ դուք նկատում եք, որ երեխայի մոտ արևի ակտիվ ճառագայթների հետևանքով չորացել են շրթունքները, ապա անպայման կիրառեք շրթունքի բալզամ։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս վերցնել Topicrem-ի Hydra Plus բալզամը, որը ապահովում է այդ ջրային բալանսը, շրթունքների, մաշկի, ուստի եւ ձեզ եւ երեխաների համար պահեք ձեզ մոտ մեկ հատ բալզամ, որ հարկ եղած դեպքում, եթե նկատում եք չորություն, անպայման կիրառեք, հանգստի ժամանակ դա շատ է հայտ գալիս արևի ակտիվ ճառագայթների հետևանքով։ Եվ այսքանը սիրելի մայրիկներ, սիրելի հայրիկներ, ծնողներ, այսօր մենք խոսեցինք շատ հետաքրքիր թեմայի մասին, կարևոր իրեր, հագուստ, եւ այսքանով սահմանափակվում ենք, ավարտում ենք մեր հետաքրքիր հանգստի թեմաների շարքը։ Հաջորդ հաղորդման ժամանակ խոսելու ենք վիտամին D3-ի մասին, անպայման կմիանաք մեզ, իսկ այսօր այսքանը։ Մաղթում եմ առողջություն ձեզ եւ ձեր երեխաներին։ Մինչ նոր հանդիպում, հաջողություն։